բոլորս մտահոգ ենք նույն թեմայի շուրջ, բայց անտեսեցինք ամենակարևորը, պաշտպանության համար երկրի կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում միասնությունը, ներքին միասնությունը։ Այսօր մենք ունենք պառակտված հասարակություն, այդ սևերի և սպիտակների բաժանելը, մենք տեսնում ենք նույնիսկ ընտանիքի մեջ, ընտանիքի կեսը սև է, կեսը սպիտակ, այսպես ասած շակերտների մեջ։ Նաև մեծ նշանակություն ունի դեմոգրաֆիան, ժողովրդագրությունը։ Ես ամեն օր հեռուստացույցով նայում եմ, թե ինչպես են ցույց տալիս, այսօր ծնվեց այսքան երեխա, այսքան տղա, այսքան աղջիկ։ Որքանով պետք է տգետ լինել, որքանով պետք է տհաս լինել, որ նման ինֆորմացիան ամեն օր բարձրաձայնել։ Ինձ թվում է դա շատ մեծ սխալ քայլ է մեր կողմից։ Մյուս հարցը, որի մասին կուզենայի խոսել, դա հարևանների հետ հարաբերությունների մեջ մազի վրա քայլելով ապրում ենք, չենք հասկանում մեր իշխանությունների բռնած դիրքը, ուղղությունը, դեպի ուր է։ Այսօր մի բան են ասում, վաղը հերքում են այսօրվա ասածը, մյուս օրը մի ուրիշ բան։ Ժողովուրդը ուղղակի կանգնած է, ամբոխի է վերածվել, ամբոխ բառից բուն իմաստով, որովհետև մենք չգիտենք մեր ուղղությունը, դեպի ուր են գնում, որն է մեր նպատակը։ Եթե մազգը չունի նպատակ, նա չի կարող առաջ գնալ։ Բացի դա, մենք, եթե հետ ենք նայում մեր պատմությանը, մենք տեսնում ենք, որ մենք առաջ ենք գնացել, ձեռքբերումներ ենք ունեցել, երբ ունեցել ենք գաղափար, երբ մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ։ Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Անտինյանին։ 2004 թվականի ապրիլի 12-ին մենք միասին ծեծ ենք կերել Բաղրամյան պողոտայի վրա, անցել է ուղիղ 24 տարի, որտեղ ենք մենք թերացել, որ այսօր մենք երկուսով ընդդիմադիր ճամբարում պայքարում ենք նույն գաղափարների, նույն մոտիվներով։ Որտեղ է մեր սխալը, մենք պետք է գտնենք դա, այդ սխալը պիտի գտնենք, որ 20 տարի հետո նորից մեր երեխաները, թոռները չհայտնվեն ընդդիմադիր ճամբարում։ Մենք վերջապես կառուցենք պետություն, ստեղծենք արդարություն, որովհետև հայ ժողովուրդը հանուն արդարության է պայքարում։ Մենք երբեք հացի համար փողոց դուրս չենք եկել, մենք դուրս ենք եկել հանուն գաղափարի։ Այսքանը։